Կարապետյանը ներողությունում է փորձել ճնշել։ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը կարդացել եք ըստ էության մեղադրանքները դեպի ձեր կողմ են ճնշում է փորձել ճնշել Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է 8 ամիս դրանից առաջ։ Հետաքրքիր է։ Արտաքին հետախուզական ես շատ ուրախ եմ որ մեր երկիրը ունի արտաքին հետախուզական ծառայություն, որի ղեկավարը սակայն Քրիստինն է Գրիգորյանը։ Այո, մարդու իրավունքների պաշտպանը, նախկին շատ ուրախ եմ որ ունի այդ ծառայությունը, բայց այդ ծառայությունը միայն ներքին գործերի մասին է խոսում ոնց որ դարձել է ներքին գործերը մեկնաբանող, երկրի ներքին քաղաքական կյանքը մեկնաբանող կառույց։ Հուսով եմ այդ ծառայությունը շատ մեծ գործ ունի Հայաստանում մեր հակառակորդ երկրների կողմից ազդեցության գոտիների ավելացման դեմ պայքարելու։ Կարապետյան ամեն դեպքում նիստից հաշվի առնելով որ օրեր առաջ վերաքննիչ դատարանը չբավարարեց բողոքը եւ պարոն Կարապետյանը կրկին ունած տնային կալանք։ Ես կարծում եմ որ վերջին հարցումներից հետո մարդկանց կարծիքի ուսումնասիրություններից հետո նրանց վախը ավելացել է եւ նրանք ամեն ինչ անելու են որ Կարապետյանը մնա կալանքի տակ, Կարապետյանը չշփվի իր ժողովրդի հետ։ Տնային Կարապետյան, բայց Ալեն Սիմոնյանը իր էջում հրապարակել էր ամերիկյան միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումները, ըստ որի Փաշինյանը վստահության 18% հարցումները 2021 թվականի ընտրություններին ընդդիմությանը 1% ձայն էին կանխատեսում։ Պարոն Կարապետյան 1% ձայն ընդդիմությանը եւ ընդդիմությունը հավաքեց 350,000-ի կարգի։ Այսինքն հնարավորությունը բավական լայն է եւ անգամ եթե 21 թվին իրենք այդքան են ասել 1%, հիմա անգամ չեն էլ կարողանում թաքցնել, բայց անգամ իրենց հարցումներով իրենք մեր հասարակության 70%-ը իրենց հետ չի։ Պարոն Կարապետյան, ընտրությունների գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով, նայեք հիմա մեր կողք Ուզում եք մի բան եմ ուզում ձեզ առաջարկեմ, կարելի է։ Մի հատ Լավ, խնդրում եմ չվիճեք, ես այստեղ բանկած կարելի է հարցնել։ Ժորժ Իվարկյան, գեոպոլիտիկ համատեքստին անդրադառնալով մեր շուրջը պատերազմ է, դրսում հայտարարություններ են լինում հիբրիդային գործակալների որսի հետ կապված, հասկանալի է, որ դրսից աջակցություն կա, հայտարարություններ են հնչում նաև տարածաշրջանային տարբեր խաղացողների կողմից, այս գեոպոլիտիկ համատեքստում ինչպես է գնահատում ձեր հաղթանակի շանսերը, ընդդիմության հաղթանակի շանսերը, եթե կոնսենսուս կա կոնկրետ անձի շուրջ, կոնկրետ իշխանության շուրջ։ Կոնսենսուս չկա, կոնսենսուսը միայն այսքան ժամանակ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ֆիդանն է ասել, որ շատ կուզենար, որ Փաշինյանը շարունակեր իր գործունեությունը, որովհետև ինչպես մենք տեսնում ենք, փաստորեն, եթե արտաքին գործերի նախարարը Թուրքիայի դա ասում է, Փաշինյանի գործունեությունը համապատասխանում է Թուրքիայի Հանրապետության շահերին, ինչպես տրամաբանությունը։ Աջակցության խոստումներ են տրվել հիբրիդային գործակալների, այսպես փնտրտուքների հարցում աջակցելու հետ կապված խնդրակից Ես շատ կուզեմ, որ փնտրեն, գտնեն, ինչքան մարդկանց կարծիքը իրենք տեսնեն, այդքան ավելի շատ տարբեր գործիքակազմ են փորձել։ Կարապետյան այս օրերին իշխանականները նման պնդումներ են անում, որ Սամվել Կարապետյանի այս ընտրություններին մասնակցելու միակ ակնկալիքն այն է, որ ձայները հավաքի եւ Ռոբերտ Քոչարյանին դարձնի վարչապետ։